ինձ է միացել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շարունակելով եկեղեցու թեման, երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում Արարատ Միրզոյանին հարց ուղղեցին, մասնավորապես հարցի համատեքստը այն էր, որ Փաշինյանը ցանկություն է հայտնել եկեղեցին ավելի ազգային դարձնելու, ավելի ինքնավար դարձնելու, եւ այդ կոնտեքստում Եվրապատգամավորը հարցնում էր, թե ինչու են Հայաստանում հոգևորականներին եւ եկեղեցուն բռնաճնշումների ենթարկում։ Հարցի այսպիսի բովանդակությունը ձեզ չզարմացրեց, արդյոք մենք Եվրոպայից անակնկալների սպասենք էլի։ Չեմ բացառում, գիտեք, քանի որ քիչ առաջ էլ կարդացիք, որ Դանիայի եկեղեցիների խորհուրդն է նման հայտարարություն արել, Եվրոպան, որը այսօր բավականին խառը իրավիճակում է այն առումով, որ կա օրինակ, Գրենլանդիայի խնդիր, հասկանում է, որ ցանկացած բան խախտվել է, աշխարհակարգի գրված եւ չգրված օրենքները խախտվում են, գալիս է մի պահ, երբ ուժն է ծնում իրավունք, ընդ որում այդ ուժը կարող է լինել եւ զինված, այսպես ասած բաներով, եւ տնտեսական, դա էլ ենք տեսել, եթե հաշվի առնենք, որ բարձրացվում են, սանկցիաների տեսքով դրվում են որոշակի մաքսատուրքեր, տոկոսներ եւ այլն, եւ սա տնտեսականը եւ օրինակ Մադուրոյի Դե դա տնտեսական չէ։ Դե դա արդեն չէ, նպատակը էլի տնտեսական էր, բայց մեթոդը տնտեսական չէր։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է։ Եվ փորձ չեմ բացառում, սա վերլուծության արդյունք է զուտ, այսինքն ոչ մի տեղեկատվության ես չեմ տիրապետում, որ չեմ բացառում, որ եվրոպական եկեղեցիները, լինի դա Դանիայի թե կաթոլիկները, թե չգիտեմ, անգլիական եկեղեցին, չեմ բացառում, որ դա պրոյեկտում են նաև իրենց վրա։ Թեև Այսինքն վախենում են նախադեպից։ Իհարկե վախենում են նախադեպից։ Եվ այսպիսի նախադեպ կարծես թե իրոք չի եղել։ Իհարկե չի եղել։ Անգամ եթե մենք գնանք խորը միջնադար, օրինակ Բարդողանասյան գիշերը, դա ավելի շատ եղել է գուգենոտների եւ կաթոլիկների, ես հիմա հələ տեսեք որի դար եմ հետ գնում։ Վերջին շրջանում նման բան ես չեմ հիշում, ոչ ոք չի կարա ինձ հիշեցնի նման բան։ Ժամանակակից պատմագրության մեջ մենք առաջին նախադեպը ստեղծեցինք իշխանությունների ձեռամբ եւ էլի շարունակելով թեման Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը մի քանի օր առաջ այդպես էր կոչվում իր ուրեմն տիտղոսը մի քանի օր առաջ այո կարգալույց է հռչակվել սա այն անձն է հիշեցնենք ով եկեղեցուն դատի էր տվել այսպես ասած իր աշխատանքային ուրեմն իրավունքները վերականգնելու համար հիմա ինչ կանի էլի դատի կտա թե Քանի որ պարոն Քոչարյան, մենք բազմիցս տեսանք, թե հոգևորական կամ եկեղեցական հարցերում ոստիկանները կամ իրավապահները ինչ ներգրավվածություն ունեն։ Արդյոք սպասենք, որ նույն ոստիկանների դրդմամբ կամ բիրտ ուժի կիրառմամբ Սարոյանին կարող են մտցնել իր աշխատավայր, եկեղեցի եւ բոլորին համոզեն, որ նա եկել է աշխատանքի։ Գիտեք, ես այստեղ չեմ ուզում հիմա շատ խոսեմ, պարզ է, որ այդ ամեն ինչը կլիներ շատ զվարճալի, եթե այսքան ողբերգական չլիներ, բայց այնուամենայնիվ իրոք, եթե ես իրավական առումով գնամ, ես չգիտեմ եկեղեցում ընդհանրապես այդ իրավական կարգավորումները աշխատանքի հետ կապված ինչպիսին են, այնտեղ կա աշխատանքային պայմանագիր օրինակ, եպիսկոպոսի կամ առաջնորդի, թեմի առաջնորդի հետ, ինչպես դա, ասենք, պետական եւ մասնավոր բաներում են, ձեռնարկություններում, հաստատություններում են։ Դրա համար ես հիմա չեմ կարող ասել, կտա կհասնի ընդհանրապես իրավունք ունի դիմել։ Մենք քաղաքական տեսանկյունից եկեք մոտենանք։ Դե քաղաքականն հասկանալի է, որ չի բացառվում եւ քաղաքական դա կախված է նրանից, թե որովհետեւ վերջին մի քանի օրերի ընթացքում կարծեք թե ոնց որ թե թեման մի փոքր սառել է։
թեև գնում է Կիրակի օրերը պատարակի, Նիկոլ Փաշինյանը ինչ որ տես փոքր բայց այդ մարդու ուղեկցությամբ կամ մատուցմամբ պատարակ էլ չի կարող լինել։ Հիմա ստացվում է, որ հաջորդիվ ենթադրաբար դրան են գնալու իշխանությունը։ Չէ, ոչ մի այլ մարդկանց կատարմամբ էլ ծեսեր չէին կարող լինել, որովհետև էլի կան կարգավիճներ, որոնք հագնում են, այդ շորերը եւ ծես են մատուցում իբր։ Մենք տեսել ենք ամեն ինչ։ Ու ասել, որ այո, ըստ կանոնակարգի չի կարող, բայց կարող է ասի, ոնց որ արդեն ԿՊԱ-ականներից մեկը գրել էր, որ նա շարունակում է մնալ թեմի առաջնորդ եւ այլն եւ այլն։ Ինչպես սահմանադրագետները բազմիցս փաստել են, սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից եւ Փաշինյանը այստեղ ունի խնդիր։ Արդյոք այս խնդիրը ավելի հեշտ լուծելու տարբերակ կգտնի Փաշինյանը, քանի որ առաջիկայում ընտրություններից հետո առնվազն դրա մասին խոսել է, սահմանադրական փոփոխություններ են սպասվում եւ հնարավոր է խոչընդոտող իրեն խոչընդոտ հանդիսացող դրույթները փոխվեն։ Իհարկե, ես ոչինչ չեմ բացառում։ Ոչինչ չեմ բացառում։ Այս իշխանությունը ունակի ամեն ինչի։ Իր նպատակներին հասնելու համար ամեն ինչի պատրաստ է։ Մինչև անգամ թմբուկ խփելու։ Թմբուկ խփելը նորություն չէ, այդ ավելի շատ կրկնություն է, քան նորություն։ Օրինակ եկեղեցու դեմ այս արշավը դուք նշեցիք, որ սա առաջինն էր, նախադեպ ստեղծեց աշխարհում, թմբուկը շատերն են խփել, այդ թվում նաև Հայաստանում։ Ձեզ դուր է գալիս իր թմբուկ զարկելը, որպես քաղտեխնոլոգ։ Գիտեք ոնց է, ես առիթ ունեցել եմ ասելու, որ ես կարծում եմ, որ իրեն խորհուրդ տվող տեխնոլոգները, այդ թվում նաև հաշվի առնելով տարբեր ենթադրում եմ սոցիոլոգիական հարցում, հասկացել են, որ Փաշինյանը խնդիր չունի թոշակի տարիքի ընտրողների հետ, խնդիր ունի երիտասարդության հետ։ Դրա համար ինքը թոշակները այլևս չի բարձրացնում, բայց կազմակերպում է տարբեր դիսկոտեկներ, սրտիկներ, ինչ-որ ռիլեր, երիտասարդական տարբեր հարթակներում, այդ թվում սոցցանցային երիտասարդ TikTok-երում եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը ուղղված է երիտասարդներին։ Սա է իմաստը։ Կկարողանա, կարծում եմ, ոչ։ Սոցիալական մեդիան էր թիրախում, նաև մեծամասամբ մեծ հաշվով երիտասարդներն են օգտվում սոցիալական ցանցերից։ Դե համենայն դեպս ոչ թոշակառուները, թեև Հայաստանում ինչ որ պայից սկսած թոշակառուները օգտվում են ոչ միայն սոցիալական ցանցերից, այլ տարբեր բեթինգային կազմակերպություններից։ Ես ֆիքսել եմ տարբեր տրանսպորտային միջոցներում, ինչպես թոշակառու տատիկները ինչ որ հեռախոսի մեջ պտտում են տարբեր բաներ։ Այս առումով կարծում եմ թոշակառուները արդեն նաև ունեն այս հնարավորությունները օգտվել տարբեր այդ թվում նաև սոցիալական ցանցերից։ Եվ այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն էր, որի ժամանակ կարծում եմ բավականին հստակ արձանագրեց, որ գոնե նախնական տվյալներով այսօրվա որոշմամբ ցուցակը կարող է գլխավորել ինքը, ինչպես 2021 թվականի ընտրություններին վարչապետի տեխնացուի մասին է խոսքը։ Փետրվարի 12-ին նաև Սամվել Կարապետյանի թիմի ուրեմն վարչապետի տեխնացուն է հայտնի դառնալու։ Ինչ եք կարծում, այս ընտրությունները ավելի թեժ են լինելու, քան 21 թվականին էր։ Ավելի դաժան նաև կարող եմ ասել։ Գիտեք, այն որ առնվազն նույն թեժությունն է լինելու, գոնե մինչև ընտրություններ։ Ես անգամ չեմ էլ կասկածում։ Ինձ համար ավելի հետաքրքիր է հետընտրական պահվածք ընդդիմության, ինչպես է լինելու, այնպես ինչպես 21 թվականին, թե այլ կերպ։ Եթե իհարկե պարտվի ընդդիմությունը։ Մոլդովայի սցենարի մասին բազմիցս է խոսվել, բայց ինչ ունի այսօր ընդդիմությունը անելու հենց այդ ուղղությամբ։ Եթե վտանգը գալիս է աշխարհաքաղաքական կենտրոններից եւ մասնավորապես Մոլդովայի սցենարի օրինակով, այստեղ ինչ ունի անելու ընդդիմությունը։ Առաջին հերթին ես կարծում եմ այն ինչը որ ես 3 տարի ես զգուշացնում եմ, կարծեք թե լսող չկա,
գոնե ինչ որ հարցերում կոորդինացնելու։ Որտեվ գնալով ես տենում եմ ոչ թե կոորդինացիա, այլ ընդհակառակ իրար վրա ցեղ շպրտել։ Եվ ինչ եք կարծում Փաշինյանի հետագա քայլերը քաղտեխնոլոգիայի իմաստով։ Լավ, ամսի 30-ին կլինի այդ համերգը։ Փետրվարին էլ է լինելու, մարտին էլ է լինելու, թե դա դադարեցվելու է։ Չէ, ես կարծում եմ տարբեր մարզերում պետք է լինի, որովհետև կրկնում եմ, դա երիտասարդության վրա է ուղղված, եւ եթե չեմ շփոթվում, անգամ մեկ անգամ հետաձգեցին հաշվարկելով, որ կամեցողները ավելի շատ էին, հա, քան հնարավորություն կար այդ տարածքում տեղավորել մարդ, այո, երիտասարդները միշտ էլ սիրում են նման բաներ, եւ մեծ հաճույքով կգնան տարբեր տեղեր։ Մեկ անգամով չի բավարարվելու։ Ես կարծում եմ ոչ։ Բանակի կազմավորման, որովհետև գիտեք, մեկ անգամով բավարարվելով դժվար վարչաբենդ ստեղծվեր։ Հասկացա։ Այսինքն անունը հուշում է, որ հա այդ բենդը ինքը այդ բենդով լինելու են, ես կարծում եմ, բացի շրջագայություններից, նաև լինելու են նախընտրական, հա, այդ հոլովակների երաշտական ինչ-որ այդ ուղեկցություն եւ այլն եւ այլն։ Այսինքն նախընտրական քարոզարշավին ամբողջ շրջանում դա ուղեկցվելու է։ Դե տեսեք, այս առումով ես կարծում եմ, թե իշխանությունը, թե ընդդիմադիր տարբեր ուժեր շատ լավ հասկանում են եւ գիտեն, դա նորություն չէ, որ Հայաստանում չեն ընտրում կուսակցություն։ Ընտրում են անհատ, լիդեր։ Եվ ես կարծում եմ, որ ԿՊ-ի ամբողջ, թեև այնպես չի եղել, որ մյուս այլ անգամները այլ կերպ է եղել, բայց հիմա առավել եւս պետք է կենտրոնացվի հենց լիդերի վրա, ամբողջ քարոզարշավը։ Մենք այսօր տեսանք, որ երկրորդ նախագահը Արարատի ֆոնին, որտեղ նաև եկեղեցու պատկերներ հստակ։ Հուսով եմ ոչ Միրզոյան։ Ոչ։ Ինչով բացատրել սա։ Արդեն սա նախանշում է առաջիկա քայլերը, որոնք հակընդդեմ են լինելու իշխանությանը եւ կոնկրետ ուղղվածությունը։ Դե եթե ճիշտն ասենք, դա էլ ինչ որ տեխնոլոգիայի արդյունք է։ Հասկացա։ Իհարկե, ինքը մեսեջ է տալի, որ այս իշխանությունները ինչից որ հրաժարվում են, դա ինքը ասել է, որ մենք չենք հրաժարվում մեր բաներից, խոսքի մեջ ասել է, ես լսել եմ։ Պետական այո սուբյեկտներից եւ բանակի կազմավորման օրը Փաշինյանի կողմից ուղերձ հղվեց, որտեղ ավելի շատ հապկի մասին էր խոսվում, քան բանակի խնդիրների կամ բանակի լուծումների, բանակում արկա լուծումների։ Ինչով սա պայմանավորել։ Դե կարծում եմ փորձելու, դե նախ բացատրվում է ինչու է սառեցված հապկը, որովհետև գնալով այդ հարցը ավելի շատ է տրվում Ռուսաստանի կողմից։ Ավելին այնտեղ հույս էին հատնել, որ կվերականգնի Հայաստանը անպայման եւ այլն եւ այլն։ Վերջին մի քանի օրերի պատմությունը, ես կարծում եմ ինքը պատասխանում էր դրան նաեւ։ Եվ իր տեսեք, հա, սկզբից Կայա Կալասը, հետո Մայասանդուն արդեն ֆիքսում են այն եւ գումարները եւ հիբրիդային պատերազմը, ինքը թեև Ռուսաստանի անուն որպես այդպեսին ես չեմ լսել, որ մեր իշխանությունները տան, այլ հարց է, որ բայց իրենց ներկայությամբ տալիս են եւ իրենք չեն մերժում կամ չեն ասում, բայց համենայնդեպս իրենք դեռ չեն տվել, հա, թե ով է այնուամենայնիվ հիբրիդային պատերազմ տանում, չէ, տանում արդեն, պատերազմի մեջ ենք մենք հիբրիդային, բայց ում դեմ չգիտենք տենցել, գոնե իշխանավորները չեն ասում, ով է այն պետությունը, որ մեր դեմ հրահարել է հիբրիդային պատերազմ։ Այսպես փորձում է ավելի շատ երևի ինչ որ մեսիջներ ուղղել, որ ինքը երբեք, որտեղ կան խոսակցություն, որ եթե մի փոքր ճնշեմ, թե նման բաներ էլ կան, կարծիքներ կան, որ էլի կգնա Ռուսաստանի հետ կհամագործակցի, ինքը փորձում է փարատել, ես կարծում եմ, եվրոպական գործընկերների կասկածները։ Թե ավելի շատ ներքին լսարանի վրա է աշխատում։ Ներքինն էլ միանշանակ ներքինն էլ։ Եվ
Վերադառնալով արդեն էլի ընտրությունների թեմային, դիտորդական առաքելությունների մասին ավելի ճիշտ ընտրական օրենսգիրքը փոխվեց եւ փոխվեցին այն դրույթները, որոնք վերաբերել էին դիտորդական առաքելություններին։ Եթե նախկինում 3 պահանջ կար դիտորդական առաքելություններից պետական մակարդակով, այժմ դրանք 11-ն են։ Եթե պետք կլինի 21-ն էլ կլինեն։ Իսկ դա որքանով է Եթե պետք լինի Նիկոլ Փաշինյանին ես նկատի ունեմ։ Իսկ պետք կլինի։ Չգիտեմ, եթե պետք լինի կլինեն 21-ն էլ։ Սա նախադրյալ է նաև կուսակցությունների նկատմամբ պահանջները կոշտացնելու։ Քանի որ բազմից է խոսվել, որ որոշ կուսակցությունների Մոլդովայի օրինակով կարող է 26 թվականի ընտրությունների։ Չեմ բացառում, սա կարող է նախադրյալ լինի կուսակցությունների նկատմամբ, սա կարող է նախադրյալ լինի հանձնաժողովի անդամների, որոնք այսօր կուսակցության ներկայացուցիչներ են, եւ այլն, սա ամեն ինչի նախադրյալ կարող է լինել։ Ես չգիտեմ, ինչեւ որ ես չունեմ այդ ֆանտազիան, ինչը ունեն մեր իշխանավորները, ուր կհասնեն։ Իսկ Եվրոպան ունի այդ ֆանտազիան։ Իհարկե ունի։ Մոլդովայի օրինակը ձեզ Ռումինիային է, կայացած ընտրությունները չեղյալ համարեցին։ Մենք ինչ ասես տեսել ենք։ Շնորհակալ եմ շատ։ Քաղ տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր մեր տաղավարում։